Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է, որը նկարահանվում է արտակարգ դրության պայմաններում եւ արտակարգ վիճակով։ Ինչպես նկատում եք, իմ աջ ձեռքից միջնամատը վիրակապված եւ ինձ հաճախ հարցում են, արդյոք դա հետևանք է դանակի հետ ոչ ճիշտ վարվելու։ Պետք է ասեմ, որ ոչ, որովհետեւ ես դանակ օգտագործում եմ աջ ձեռքով եւ եթե ոչ ճիշտ օգտագործման հետևանքով կարող է վնասվել միայն ձախ ձեռքը։ Սա հետևանք է իմ երկրորդ հանրային գործունեության, այն է ռաֆտինգի եւ մայիսի 9-ին, երբ որ մենք ռաֆտինգ էինք իրականացնում եւ 50 տարվա մեջ ամենաբարձր ջուրն էր Դեպետ գետում եւ հետաքրքիր ռաֆտինգ ունենալու արդյունքում ունեցանք նաեւ հետաքրքիր արկածներ եւ որի արդյունքում այսօր ձեռքս վիրակապված է։ Դուք գիտեք, որ Հայաստանի ամենաջրառատ մարզը դա Գեղարքունյաց մարզն է, որտեղ հայտնի մի համայն կա Գավառը եւ որը տվել է մի փայլուն անձնավորության, որը ինքը ներկայացնում է ոչ միայն Հայաստան աշխարհ, այլև հայերիս ամբողջ աշխարհում։ Եվ այսօր, որպեսզի մենք աճ պարարության չդիմեինք այս խոհարական հաղորդումը պատրաստելիս, հրավիրել ենք մի փայլուն հրաշալի հայ մտավորականի, հայ աճպարարի, պարզապես լավ մարդու, պարոն Վարդան Ամիրյանին, որի հետ կպատրաստենք իշխանը մեղրով եւ կարագով։ Ինչու մեղրով եւ կարագով, որովհետեւ իշխանը դա Գավառի կամ Սևանա լճի այցեքարտն է, իսկ Գավառի կամ Քյավառի, ինչպես ժողովուրդն է ասում, այցեքարտը փախլավան է, որտեղ գիտեք օգտագործում են երկու հայտնի ինգրեդիենտ՝ կարագը եւ մեղրը, եւ մենք այս ամենը կխառնենք եւ աճպարության արդյունքում կստանանք մի հրաշալի ուտեստ։ Ես կցանկանայի ողջունել ձեզ։ Շնորհակալություն, փորձենք, որովհետեւ նախ շատ ուրախ եմ, որ ձեր հաղորդման մասնակցում եմ, հա, շատ հետաքրքիր է եւ հաճելի իհարկե։ Մենք տեսնում ենք, որ գտնվում ենք բնության գրկում եւ գիտեք, որ բնությունը տարերքներ ունի եւ հիմա անձրևային այսպես եղանակ է, այդ իսկ պատճառով փորձենք արագ պատրաստել, հա։ Մենք ինչ պիտի անենք։ Առաջինը պիտի պատրաստենք այն խյուսը, որտեղ մենք կտեղավորենք մեր ձկանը։ Հիմա մենք պարոն Ամիրյան, կկտրատենք, ես ձեզ օգնեմ։ Այո, քառակուսի, այսպես քառակուսիների կվերածենք այս կարագը, քանի որ ձեր աղջիկը սիրում է մենթալ տրամաբանություն։ Այո։ Եվ մենք իմացանք, որ այսպես անեմ լավ է։ Այո, քառակուսի ուղղանկյուն կապ չունի։ Մենք սա պիտի մանրացնենք այստեղ, խյուս պիտի պատրաստենք, նրան ավելացնելու ենք։ Այսպես ես կփորձեմ ինչքանով հնարավոր է ձեզ օգտակար լինել։ Ես կփորձեմ հիմա իմ համեստ կարողություններով, որովհետև քանի որ ձեր ձեռքը վնասված է։ Այո, մենք այստեղ կավելացնենք։ Այսօր այդ ֆոկուսն էլ ենք անելու, որպեսզի ձեր ձեռքը միանգամից վերականգնվի։ Հրաշալի։ Հիմա մենք այստեղ նաև ձեթ ենք ավելացնում, տեղավորում ենք խոզապուխտ։ Ոնց է ստացվում է ինձ մոտ նորմալ։ Ձեր մոտ ամեն ինչ կարող է ստացվել, որովհետև աճպարարությունը շատերը մտածում են, որ դա սոսկ ձեռքերի ճարպկություն է, բայց աճպարարությունը դա բնության օրենքների իմացություն է եւ աճպարարը չի կարող չիմանալ ֆիզիկա, չի կարող չիմանալ քիմիա, կենսաբանություն, մամնակազմություն, հոգեբանություն, նույնը թե հիպնոզ, չէ՞։ Եվ ինքը նաեւ փիլիսոփա է եւ կարող ենք ասել այդ ամբողջի սինթեզը տալիս է աճպարար եւ եթե խոհարար կարող են լինել շատերը, աճպարար լինեն շատ քչերը։ Շատ ճիշտ է։ Լրիվ մեկնաբանեցիք եւ իր բոլոր ուրեմն ուղղություններով, այսպես ասած։ Ինչպես է սկսվել ձեր մղումը դեպի աճպարարությունը։ Շատ եմ պատմել դրա մասին, իհարկե, բայց մեկ անգամ էլ ձեզ մոտ կպատմեմ այս հաղորդաշարին։ Ես հայ համերգի փոքր դահլիճ կար, հիշում եք ժամանակին։ Հիմա այն կոչվում է Արնո Բաբաջանյան, այն ժամանակ կառուցել է Ալեքսանդր Մանթաշևի միջոցներով եւ այդ դահլիճում ես աշխատում էի որպես այն ժամանակ միկրոֆոններ էի միացնում, անջատում, ռադիստ այսպես ասած, հա։ Հնչյունային օպերատոր, բայց այն ժամանակ այդ ծանր տեխնիկան չկար, այդ բարդ տեխնիկան չկար, երկու բան էր միացնում էին եւ անջատում էին։ Հակառակ այն ժամանակ ավելի ծանր, հիմա ավելի թեթև է եւ ավելի հեշտ է, ավելի ծանր։ Ավելի ծանր։ Միայն միացնում եւ անջատում։ Տեղավորեն կարագները այստեղ։ Որից հետո Հարություն Հակոբյանը այնտեղ ուրեմն ելույթ ունեցավ։ Խսեմ ժողովրդական արտիստ, հայտնի աճպարար եւ այդտեղից սկսվեց իմ Փարիզի Grand Prix եւ ոսկե մեդալ։ Այո, ոսկե մեդալակիր
Եվ այդտեղից սկսվեց իմ Այսինքն աշխարհի աշխարհարների մրցույթում ինքը մեկ անգամ իր հայտնի հնարքի միջոցով, չէ՞, երբ որ թուղթը, այո, թուղթը, երբ որ բոլորը եկել էին իրենց մեծ հնարքներով եւ մեծ շոուներով, նա ընդհանրապես դուրս եկավ մի փոքր թղթի կտորով եւ մկրատով եւ ցուցադրեց իր հանճարեղ հնարքը, որով Հիմա մեր խոզապուխտը մի փոքր պիտի տապակվի, որպեսզի հաճելի համ տա, հետո իրանը կկտրատենք եւ տեղորենք։ Հիմա քանի որ մեր ուտեստը կարակով մեղրով ձուկներ, հիմա մենք մոտ 2 ճաշիկ թալ մեղր կտեղափոխենք։ Երբեք չեմ փորձել, այս ինգրեդիենտներով երբեք չեմ փորձել։ Գիտեք, որ մեր հայաստանյան մեղրը ինքը բազմածաղիկ կամ ինչպես միջազգայինորեն ընդունված է ասել, պոլիֆլորային մեղր է, որ ամենաօգտակար մեղրն է, եւ ինչպես ամբողջ աշխարհն է այսպես իրեն ենթարկեցրել պարոն Վարդան Ամիրյանի ստեղծագործական տաղանդը, այնպես էլ մեր մեղրը գրավում է բոլոր այն մարդկանց սրտերը, ովքեր ամբողջ աշխարհից գալիս են եւ վայելում են մեղրը։ Հիմա մենք արդեն կարծես թե այո, շրջել ենք, արդեն ինքը կարծես թե կարող ենք կտրատել իրեն մանր։ Հիմա խոզապուխտը տեղափոխում ենք, իրեն մի փոքր կկտրատենք, որպեսզի տեղափոխենք արդեն մեր հարիչի մեջ։ Ես այդ ընթացքում թերևս ինչ անեմ։ Փորձեմ բացել Հիմալայան աղով աղամանի գլուխը, փորձեմ մի փոքր օգնել։ Դա ցանկացած ձևով կարող եք կտրատել։ Ես կբացեմ, դուք կտրատեք։ Չէ, ես կանեմ։ Գիտեք, քանի որ ես աչլիկ եմ եւ աչս է հիմնական աշխատող ձեռքս, հիմա ձախով սկսեմ աշխատել, հմտություններ են, որ կգան, քանի որ պարոն Ամիրյանը վկայում է, որ ցանկացած աշխատանք, եթե դու հետևողականորեն անես, ապա արդյունքներ կունենաս, հաջողություններ։ Անպայման։ Աճպարության մեջ, եթե չեմ սխալվում, դուք օրեկան մինչև 18 ժամ պարապել եք, աշխատել եք, որպեսզի դա ցանկացած ձևով պետք չի այդ հանրակրկիտ, որովհետև ինքը արդյունք ունենք արդեն։ Օրեկան 18 ժամ աշխատում եք, հա, երբ նայած հնարքի վրա, նայած հնարք։ Բայց ասեմ, որ 4 ժամը դա պարտադիր է։ Աղ-պաղ արդեն մեր ցանկության։ Ես ասեմ, որ առաջին անգամ եմ այս տեսակի հրաշալի։ Սա Հիմալայան աղ է։ Այո։ Քանի որ դուք տարիներ առաջ եղել եք Հնդկաստանում։ Այո։ Չէ, Հնդկաստանը հայտնի ֆաքիրների երկիր է, չէ։ Այո, շատ հետաքրքիր երկիր է, շատ է։ Շատ է 88 թվականին եմ եղել այնտեղ եւ շատ հետաքրքիր էր։ Հրաշալի։ Մի փոքր կարող ենք ավելացնել սև պղպեղ։ Սա հերիք էր։ Հա, ենթադրում որ այո։ Հետո մենք իրան առանձին կանենք։ Աղ, որպեսզի ինքը ավելի հաճելի այսպես կարակային համը կլինի, կաթնային համը։ Ինձ սա այդքան չէ, ինչքան մեղրն էր հետաքրքրում, որ մեղրը ձկան հետ երբեք չեմ փորձել։ Հրաշալի կփորձենք։ Հերիք է դա թե ավելարս։ Հիմա մենք ինչ ենք անում։ Դուք ասում եք ես անում եմ։ Հրաշալի։ Մենք այստեղ ունենք ժողովուրդը սան ասում է քարավուս կամ նեխուր, որը շատ ճանաչված է քարավուս, ավելի շատ, հա։ Այս ցողունային մասը կկտրատենք, ցողունային ոչ այս այս մասից է մի փոքր էլի դրանից է կավելացնենք, որպեսզի նաև կանաչ գույն լինի։ Այն բոլորը կտրատեմ, թե մի քանիսը։ Այսքանը ասենց կտրենք այսքանը, ցողունային մասը։ Ահա, հրաշալի։ Մի փոքր կարող ենք բանը, այսինքն այս հատվածից մի այսքանը կարող ենք մանր կտրատել, լցնել այնտեղ, որպեսզի կանաչ հաճելի գույն ստանանք եւ իհարկե համ։ Հրաշալի փայլուն աշխատում եք։ Ձեռքի եւ խելքի հետ կապված ցանկացած գործ մի շատ հետաքրքիր բան ասեմ, որ աճպարարների մեծամասնությունը կարելի է համարել 80%-ը աճ եւ ձախ ձեռքերը աշխատում են հավասարաչափ։ Այո։ Այդ թվում է ուղեղի աճ եւ ձախ կիսագնդերը։ Ուզում եի ասել, արդեն դուք ավելացրիք։ Ես էլ բանը, օգնում տելեպաթիայի հնարավորություն, հեռազգացության, երբեմն ինչ որ դուք մտածում եք, երբեմն դրանց օգտագործում ենք։ Հիմա մենք արդեն ունենք մեր հյուսը։ Ահա։ Այսպես։
Հիմա մենք թավայի մեջ, որի մեջ տապակում էինք կոզապուխտը, այո, ավելացնենք, այս զոխերը կտրատենք մոտորապես այս չափի, մոտ 1 սանտիմետրանով։ բարի։ Սա մի փոքր էս կողմ բանենք եւ կանաչները էմի կողմից բանենք։ Լավ։ Եվ մեկ էլ սխտորը, Այո։ բանը, մենք կարող ենք օգտագործել մեկ պճեղ սխտոր, բայց քանի որ հիմա թարմ սխտորի ժամանակն է, այս գլխի հատվածը մանր կտրատենք եւ հիմա սա կարող ենք Խառնեմ։ այո, մի փոքր թող ինքը Լավաշը հետը խառնեմ։ Չէ, առանձին, հա միասին կարող ենք արել, առանձին։ Հա միասին։ Ուղղակի ինձ հետաքրքիր է թե ինքը ինչ է ստացվելու։ Հրաշալի։ Մենք հիմա արդեն եզրափակիչ ակորդներն ենք անելու։ Այո։ Մեկ ձկի երկարությամբ կտրենք փայլաթիթեղը։ Գիտեք, որ ժամանակին Այսպես լավ է։ այո։ Ժամանակին Հայաստանը ուներ լավ փայլաթիթեղի արտադրություն։ Երևանի ալյումինի գործարանում էին, չէ՞։ Այո։ Սովետական միության ամենից շատ, աշխարհում ամենաշատերից մեկը։ Դե ճիշտն ասած մենք Հայաստանում շատ լավ բաներ ունեինք ժամանակին, որը հիմա չկա։ Այո։ Այդ թվում նաև կամոյում կամ գավառում, հա։ Այո։ Կամո կաբելներ։ Կամո կաբելը կոնդենսատորի գործարանը, Այո։ շատ մեծ գործարան էր։ Հիմա մենք բարուրելու ենք մեր ձկանը, ինչպես որ Հայաստանի աճպարար վիրաբույժներից մեկը։ Դուք պետք է ասեք, ես ճիշտ եմ անում, թե չէ։ Այո, դուք ամեն ճիշտ եք անում։ Հայաստանի աճպարար վիրաբույժներից մեկը միկրոխիրուրգիայի աստվածը։ Օգնությամբ։ Այո, Արտավաս Սահակյանը բարուրել է իմ այս մատած, դուք էլ կբարուրեք այս արդեն Երևի արդեն փորձենք, այո։ Հա։ Այսպես։ Այո, հրաշալի։ Ճիշտ է։ Այո։ Հիմա մենք արդեն այստեղ ունենք տապակված մեր լավաշը եւ նեխուրը սխտորով։ Հիմա կբացենք որովայնը, այդ վերջում կանենք։ Այո, սկզբից որովայնը բացենք։ Բարի։ Եվ տեղավորենք այս հետաքրքիր բան եք ասում։ Հիմա մենք Էլի պետք է լցնեմ։ Որովայնը մենք, հա, մենք երկու հատի համար ենք, այդքանը բավարար է։ Հիմա այստեղ հերիք է։ Այո, բավարար է, այո։ Ահա։ Հիմա կրկին անգամ լեզոնապատում ենք արդեն ձկան արտաքին մակերեսը։ Մի խոսքով ձկան վրա գաճ եմ քաշում։ Այո, դե հայերի մասնագիտությունն է, եւ երբ որ չներ այս թագաժահրը, կամ ինչպես ասում կորոնավիրուսը, շատերը կգնային բան Ռուսաստանի Դաշնություն, հետո դա Մարտունու գավառին հատուկ է, չէ՞, խոպան գնալը։ Խոպանը դա։ Բայց ասեմ որ ոչ թե միայն հիմա սովետական միության ժամանակ էլ է եղել, որ Սարուխան գյուղ կա, գիտեք, հա, այդ Սարուխան գյուղի բոլոր բնակիչների մեծամասնությունը համարյա դրանով էին զբաղված, ուրեմն։ Հրաշալի, հիմա երբ որ մենք իրեն արդեն փաթեթավորենք այս Սա կարող եմ դնել այն։ փայլաթիթեղի մեջ, ինքը արդեն հավասարաչափ կբաշխվի, ահա, փաթեթավոր, այո, փաթեթավորեցի։ Երևի այսպես պատասխանեմ, հա։ Հա, իրան պետքա որ ինքը ջերմությունը մնա մեջը։ Դե եւ այդ օգտակար որ դնում են բոլորները դուրս չգան, մեր կանայք այսպես ուրեմն իրեն հրաշալի։ Մեկ հատը ունենք։ Քանի որ մենք երկու հոգով ենք, երկու ձուկ ենք պատրաստում, չնայած ստեղծագործական խումբը եւ հանդիսատեսը շատ է, հիմա երկրորդն էլ այդպես կբարուրենք, ելի վերցնում ենք փայլաթիթեղը եւ կրկնում ենք նույն կերպ։ Շատ հետաքրքիր աշխատանք ենք կատարում։
մոտորապես 15 րոպե անց մենք կունենանք հետաքրքիր ուտեստ ձուկը մեղրով եւ կարագով։ Սիրելի հեռուստատող, քանի որ մեր հաղորդման պատվավոր հյուրը, ես կասեի տանտերը, հայտնի աշխարհահռչակ աշպարար Վարդան Ամիրյանն է, իրեն խնդրենք նաեւ աճպարություն ցույց տա, որ կապված կլինի խոհանոցի հետ։ Այո, լավ, ուրեմն շատ ազգերի մեջ դեռ չի մոռացվել հաց եւ աղի, աղու հացի, ուրեմն ավանդույթը եւ ես կփորձեմ հիմա աղու հացով ինչ-որ բան ցուցադրել, սա դեռ կարող եք վերցնել, նայել, որ սովորական լավաշն է, հա, դնենք այստեղ եւ փորձենք բացել աղը, հա, այստեղ Այո, աղամանը բացենք, աղը հանենք։ Հա։ Հիմա խնդրեմ բռնեք սա այսպես, հա։ Վերցնում եմ լավաշը, հա։ Ես առաջին անգամ ես կամ մոտիկից աշպարություն եմ տեսնում, եւ ինձ համար է հետո ես կզգամ այսպես աշպարության։ Եվ այն սիրուն այսպես փաթաթում ենք, հա։ Այո։ Ինչպես մենք ձուկը փաթաթեցինք ուրեմն ֆոլգայի մեջ։ Այո։ Հիմա աղը այսպես վերևից այսպես լցնենք, փորձենք լցնել լավաշի մեջ, հա։ Այո։ Հա։ Հիմա մենք այստեղ ունենք սա, լավաշը, հա, հիմա մենք իրեն բացում ենք այսպես, հա։ Մի քանի հատիկ թափվեց, բայց մեծամասնությունը չկա, իհարկե չկա։ Մասսան, մեծ մասսան գոյություն չունի, հա, լավաշի մեջ։ Հիմա ես ձեզ կխնդրեմ աղը դրեք մի կողմ, հա։ Ես ցուցադրեմ, որ այստեղ ոչինչ չկա, նաև ձեռքերից մեջ, հա։ Հիմա ձեռքը այսպես պահեք։ Ես նորից լավաշը փաթաթում եմ եւ մեզ մոտ ստացվում է արդեն այն ավանդույթը, աղ ու հացի ավանդույթը եւ այստեղից ասեմ, որ ես այսքան մոտիկ տածից, իմիջից պետք է ասեմ, որ ինչ են անում աշպարանները, ինչու՞ մի շեղող թեմա են գտնում եւ շեղող ուղղություն, որ դու չտեսնես, ես ինչքան փորձեցի հասկանամ, թե ուր հայտնվեց այս աղի ոչ այնքան փոքր հատիկները, տեսեք ինչքան աղ է, ես չկարողացա հասկանալ, հերոսադիտողը թերևս կփորձի հասկանալ, թե ինչ է այս, բայց սա իհարկե հրաշքի է նման, շնորհակալություն։ Այս տեսակի մի բան եւ իհարկե սա տեսեք, որ սովորական գթալ է, հա։ Ամենասովորական, ասեմ որ դրանով մենք մեղրն ենք լցնում իջև։ Սովորական գթալ է, եթե կարելի է տեղափոխվենք տեղերով։ Ուրեմն ես հիմա գթալը պահում եմ այսպես, հա, եւ կամաց ուղիղ ենք նկարում դեմ դիմաց, հենց դեմ դիմաց, ուղիղ դեմ դիմաց ենք նկարում, որովհետեւ հիմա գթալը սկսելու է ծալվել։ Սա լես տեսակի։ Ասեմ որ նույն գթալն է, երկրորդ գթալը չկա։ Հա, այստեղ դնեմ որ տեսնեք, այսպես նկարեք, որ տեսնեք, որ գթալը։ Սա այսպես ասած խոհանոցային ատրիբուտներով։ Աճպարարության մեջ կա եւս մեկ հնարք, գեղեցիկ հնարք, որը կոչվում է տելեգինես, հա։ Այդ հնարքներից ինչ որ մեկը հիմա տելեգինես։ Տելեն հերա։ Հա, հերնա ուրեմն կառավարում, կառավարում, հա։ Հիմա փորձեմ դա ինչ որ ձևով ցուցադրել, բայց փորձեմ ցուցադրել, ասենք սովորական այս պատարագ հաղով, հա։ Սա ուզում եմ ցուցադրել այս վիճակով, այստեղ, պայման, հա։ Սիրելի հեռուստադիտող, մենք գտնում ենք հրաշալի բնության գրքում եւ մի հրաշալի մարդու հետ մենք պատրաստեցինք հրաշալի ուտեստ եւ քանի որ մեր պատվավոր հյուրը այսօր Վարդան Ամիրյանն էր, հայտնի աճպարար, մենք փոքր աճպարության դիմեցինք, գիտեք որ մեղր ու կարագ օգտագործում են որպես կանոն առավոտյան նախաճաշի հետ թեյ խմելիս, մենք այն օգտագործեցինք երեկոյան ընթրիքի համար ձուկ պատրաստելիս, որովհետեւ Գավառը հայտնի է ոչ միայն իր տաղանդներով, հայտնի է նաև իր լճովորով, իրենք ծով են ասում եւ այդ ծովի զարդն էլ բնականաբար իշխան ձուկն է եւ այսօր հիմա մենք կվայելենք իշխանը մեղրով եւ կարագով։ Խնդրեմ համեցեք։ Ակեք։ Ահա։
շատ ոչ թե թվում է արդեն զգում եմ հոտից, զգում եմ համը, որ շատ համեղ հրաշք է։ Սա ձեր կատարած հրաշքը, հիմա կխնդրենք, որպեսզի 2 կտոր առանձնացնեիք, լավ կտորը ձեզ, ամենավատ կտորն ինձ։ Այսպես, հա։ Այո, Սա ձեզ։ այո։ Ես գիտեմ, որ դուք ոչ եք սիրում։ Կռայել եմ, թե ոչ։ Այո, դուք ունեք ոչ միայն տելեգինեսի փայլուն հատկություններ, այլ նաև ոչինչ, այլ նաև տելեպաթիայի կամ հեռազգացության։ Հիմա մենք փորձենք լավաշով, նույնիսկ լավաշով թաթախել այդ հեղուկի մեջ։ Սա սոուսն է ստացվել, էլի։ Այո, այո։ Ֆրանսիացիներից իրաց սոուս։ Հա։ Հատ ես սա փորձեմ, էլի, որովհետև ինքը ես թվում է, որ շատ համեղ։ Փայլուն։ Անկեղծորեն ասած փայլուն։ Մեր բոլոր հաղորդումների ամենաստացված հաղորդումներից մեկն է համի տեսակետից։ Իրոք հրաշք համ է, հարգելի հեռուստադիտողներ, իրոք փորձեք սա, փորձեք պատրաստել եւ դուք այդ օրը երբ որ կուտեք կզգաք թե ինչ էր սրա համը։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալություն հայտնենք մեր այսօրվա պատվավոր հյուրին։ Մաղթենք իրեն ստեղծագործական, անձնական, ընտանեկան նորանոր հաջողություններ։ Մաղթենք, որ ինքը միայն լավ առիթներով մենք միասին հանդիպենք։ Անպայման։ Մաղթենք, որպեսզի մեր ժողովուրդը դուրս գա այս թագաժահրի, այսպես դիկտատուրայից եւ մենք վերջապես վերադառնանք մեր իսկական նորմալ կյանքին եւ պարոն Վարդան Ամիրյանին հանդիպենք նորանոր մեծ բեմերի վրա եւ աշխարհի լավագույն բեմերին։ Եվ իսկ մենք արդեն կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար եւ իհարկե այս համեղ իրոք այսպիսի բան չեմ կերել։ Առաջին անգամ ես օգտվեցի սրանից։ Շնորհակալություն եւ այսպես էլ շարունակեք ձեր հաղորդաշարը, որպեսզի մեր հեռուստադիտողը, մեր հայազգը ուրեմն օգտվի ձեր բարիքներից, գեղեցիկ այս ուրեմն ուտեստներից։ Շնորհակալություն։